Անօթաչուներով հարձակում, դիպուկահարներ և գրոհ սպիտակ տան վրա թվում էր սցենար է, բայց ՀԴԲ-ն ասում է իրական ծրագիր էր։ Բարեբախտաբար կռիվը օգտագոնից դուրս չեկավ, կասկածյալներն էլ արդեն ճաղերի հետևում են։ IS-ի դեմ պայքարը հասավ դատարան, այն ինչ սկսվել էր սուլիչներով ու ահազանգերով, ավարտվել է դաշնային մեղադրանքներով։ B-52-ն դեռ չէր հասցրել բարձրանալ, երբ ճակատագիրը կտրուկ շրջադարձ կատարեց։ Այժմ քննիչները փորձում են հասկանալ, ինչն էր այդ մահաբեր մանևրի պատճառը։ Ինքնաթիռը կորցրեց կառավարումը, բայց օդաչուն չկորցրեց սառնասրտությունը, երբեմն վատ վայրեջքն էլ լավ ավարտ է ունենում։ Իրանի հետ համաձայնագրի տեքստը դեռ փակ է, բայց հայտարարությունները բաց, Թրամփը խոստանում է շուտով կարդալ այն բառ առ բառ։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիայի YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մշտապես մեզ աջակցելու համար։ Եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին, հավանեք այն եւ տարածեք հնարավոր աղբյուրներով։ Սկսենք լուրերը։ ՀԴԲ-ն կանխել է Սպիտակ տան հարավային մարգագետնում անցկացված UFC Freedom 250 միջոցառման դեմ նախատեսվող ահաբեկչական հարձակումը եւ արդեն ձերբակալել է 5 կասկածյալի։ Fox News Digital-ի հաղորդման բազմափուլ հարձակման ծրագիրը նախատեսում էր պայթուցիկներով բեռնված անօթաչու թռչող սարքեր օգտագործել միջոցառման հարակից շենքերի վրա հարվածներ հասցնելու համար։ Իրավապահների տվյալներով նպատակը զանգվածային խուճապ առաջացնելն էր, որպեսզի փախչող մարդկանց ուղղորդեին դեպի դիպուկահարների խումբ, որոնք էլ պետք է կրակ բացեին նրանց վրա։ Իսկ հարձակվողների երրորդ խումբը արդեն ծրագրել էր գրոհել Սպիտակ տան մուտքերը։ Պաշտոնյաները հայտնել են, որ ՀԴԲ-ն տեղեկություն է ստացել ծրագրի մասին հունիսի 10-ին եւ անմիջապես գործողություններ սկսել։ Առաջին ձերբակալությունը կատարվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում։ Հետաքննությունը պարզել է նաեւ, որ որոշ կասկածյալներ հունիսի 12-ին կամ 13-ին մեկնել էին Վիրջինիայի Ֆրեդերիկսբուրգ քաղաք հարձակման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Կասկածյալներից մեկի հեռախոսի ուսումնասիրության ընթացքում քննիչները հայտնաբերել են սիգնալ կոդավորված հավելվածի առնվազն 23 օգտատիրոջ, որոնք քննարկել են հարձակման մանրամասները։ Իրավապահների տվյալներով կասկածյալներից մեկը հայտնել է, որ հարձակման նպատակն էր թիրախավորել կապիտալիստական էլիտային, միլիարդատերներին եւ քաղաքական գործիչներին, որոնք ֆինանսավորում են ստացել AIPAC-ից, Ամերիկա-Իսրայելական հանրային կապերի կոմիտեից։ ՀԴԲ տնօրեն Քաշպատելը հայտարարել է, որ բազմանահանգային գործողության շնորհիվ մի քանի անձ արդեն կալանավորվել են, իսկ ծրագրված հարձակումը կանխվել է նախքան դրա իրականացումը։ Սա մեր իրավապահների լավագույն աշխատանքի օրինակն է, մենք ստեղծված ենք ամերիկացիների կյանքին սպառնացող վտանգները բացահայտելու, կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ասել է Փաթելը։ UFC Freedom 250 միջոցառմանը, որը համընկել էր նախագահ Դոնալդ Թրամփի 80-ամյակի հետ, ներկա էր շուրջ 4300 մարդ, այդ թվում մոտ 1200 գործող զինծառայող։ Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը պարզելու հնարավոր այլ մասնակիցների եւ հարձակման ծրագրի ամբողջական ծավալը։ Մինեսոտայում դաշնային դատախազները մեղադրանքներ են առաջադրել 15 մարդու դեմ, պնդելով, որ նրանք խոչընդոտել են Թրամփի վարչակազմի լայնածավալ ներգաղթային գործողությունները եւ փորձել են կանխել ձերբակալություններն ու արտաքսումները։ Դատախազ Դենիել Ռոզենի խոսքով ամիսներ տևած հետաքննությունը կենտրոնացած է եղել երկու ակտիվիստական խմբերի անդամների եւ համախոհների վրա, որոնք, ըստ իշխանությունների, ընդդիմացել են դաշնային օրենքների կիրառմանը։ Այսօր իրականացված գործողությունների ընթացքում 12 մարդ ձերբակալվել է, երկուսը դեռ որոնվում են, իսկ մեկ անձ արդեն գտնվում էր կալանքի տակ։ Դատախազությունը պնդում է, որ մեղավորները կապված են Direct Action Minnesota անունով ցախակողմյան ակտիվիստական կոալիցիայի հետ, որը մասնակցել է ներգաղթի ծառայության այսի գործողություններին հակազդելուն։ Իշխանությունների տվյալներով խմբի անդամները հետևել են այսի աշխատակիցներին, սառույցի կտորներ են նետել նրանց մեքենաների ուղղությամբ, շրջափակել են դաշնային շենքերը եւ արագորեն մոբիլիզացվել իրավապահների գործողություններին խոչընդոտելու համար։ Դատախազ Ռոզենը հայտարարել է, որ որոշ մեղադրյալներ իրենց ներկայացրել են որպես անտիֆա շարժման անդամներ։ Բոլոր 15 մեղադրյալներին առաջադրվել է դաշնային պաշտոնյաների աշխատանքը խոչընդոտելու նպատակով դավադրության մեղադրանք։
Նրանցից մի քանիսին ներկայացվել են նաև լրացուցիչ մեղադրանքներ, այդ թվում հետապնդում, պետական գույքի վնասում եւ դաշնային աշխատակցի վրա հարձակման մեղադրանքներ։ Գործի համաձայն ենթադրյալ դավադրությունը սկսվել է հունվարին, երբ Թրամփի վարչակազմը մեկնարկել էր հատուկ գործողություն Մինեսոտայի սոմալիական համայնքում հնարավոր խարդախությունների մասին հաղորդումների ֆոնին։ Գործողության շրջանակում հազարավոր դաշնային գործակալներ էին տեղակայվել Մինեսոտա, Սենթ Փոլի եւ հարակից շրջաններ։ Դաշնային դատախազների տվյալներով այդ գործողությունների արդյունքում իրականացվել է ավելի քան 4000 ձերբակալություն։ Այս գործը համարվում է Թրամփի վարչակազմի կողմից անտիֆա շարժման դեմ իրականացվող ամենախոշոր քրեական գործերից մեկը։ Երեք հավանաբար տեսել էիք, հայտնել էինք այդ մասին, որ B-52 ռմբակոծիչ էր ավիավթարի ենթարկվել։ Նոր հրապարակված թռիչքային տվյալների համաձայն օդանավը թռիչքից անմիջապես հետո շրջվել է հյուսիս-արևելք եւ սկսել է կտրուկ մանևր, որը գրեթե վերածվել է 180 աստիճան շրջադարձի։ Տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռը վայր է ընկել րոպեում ավելի քան 5000 ֆուտ, մոտ 1540 մետր արագությամբ, ինչը գրեթե 10 անգամ ավելի արագ է, քան սովորական վայրեջքի արագությունը։ Վթարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 8 անձիկ, որոնց թվում եղել են ինչպես զինվորականներ, այնպես էլ պետական կապալառուներ։ Boeing ընկերությունը հաստատել է նաև, որ զոհվածների թվում եղել են իր 2 աշխատակիցը։ Edwards ռազմաօդային բազայում սկսված հետաքննությունը կարող է տևել մինչև 6 ամիս։ Օդանավը մասնակցում էր B-52 ռմբակոծիչների արդիականացման ծրագրի։ Այն օգտագործվում էր նոր ռադարային համակարգի փորձարկումների համար, որը նախատեսված է ապահովելու, որ այս ռազմավարական ռմբակոծիչները շահագործվեն առնվազն մինչև 2050 թվականը։ Նոր համակարգը փոխարինելու է գալիս դեռևս 1960-ականներից օգտագործվող ռադարներին ու նախատեսված է զգալիորեն բարելավելու օդանավերի նավիգացիոն եւ թիրախավորման հնարավորությունները։ Լոս Անջելեսի Պակոյմա քաղաքում փոքր ինքնաթիռ է դուրս եկել թռիչքուղուց ու վթարի ենթարկվել։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության տվյալներով դեպքը տեղի է ունեցել առավոտյան 9:11-ի սահմաններում Օսբորն փողոցի հարևանությամբ։ Օդաչուն, որի ինքնությունը չի հրապարակվել, վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել ինքնուրույն դուրս գալ օդանավից։ Whiteman օդանավակայանի տվյալներով օդաչուն հաջողության վայրեջք է կատարել թռիչքուղու վրա, սակայն վայրեջքի համակարգը պատշաճ չի բացվել, ինչի հետևանքով օդանավը դուրս է եկել թռիչքուղուց եւ հայտնվել ավտոկայանատեղիում։ Բարեբախտաբար դեպքի հետևանքով այլ տուժածներ չկան։ Հրշեջ ծառայությունը հայտնել է նաեւ, որ ինքնաթիռից որոշ քանակությամբ վառելիք էր արտահոսել, սակայն այն արագորեն մեկուսացվել է եւ հրդեհ չի բռնկվել։ Դեպքի պատճառները կպարզվեն պաշտոնական հետաքննության արդյունքում։ Մինչև Միացյալ Նահանգները Իրան ու այլ թեմաներին անցնելը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Հատուկ շնորհակալություն մեր գլխավոր գործընկերոջը Vivaldi Catering-ին։ Իդեպ եթե ձեր հաջորդ միջոցառման համար ընտրեք Vivaldi Catering-ը եւ պատվերի ժամանակ նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք Armedia-ի միջոցով, կստանաք հաճելի անակնկալ անվճար ամառային մրգային սեթ։ Խնայեք ձեր ժամանակը եւ վստահեք փորձառու մասնագետների։ Ինչպես նաև կցանկանամ շնորհակալություն հայտնել մեր մյուս գործընկերներին, մասնավորապես Inter United Football Ակադեմիային, որտեղ մեկնարկել է նոր ընդունելություն։ Ամառային արձակուրդները լավագույն ժամանակն են ձեր երեխաների ֆուտբոլային ճանապարհի ամուր հիմքը դնելու համար։ Փորձառու մարզչական կազմն արդեն ձևավորվել է, բազմաթիվ հաջողություններ գրանցած թիմ կա, այնպես որ միացեք հաղթողների ընտանիքին։ Շնորհակալություն նաև մյուսներին, մեր վաղեմի գործընկեր Cosmopolis ռեստորանին, Կոզանյան Meat and Liquor, Կոզանյան Family Market-ներին, Gerry's Mom's Bakery-ին։ Շնորհակալ ենք ձեր վստահության, աջակցության եւ Armedia-ի հետ այս ճանապարհը անցնելու համար ձեր ներդրումն ու աջակցությունը մեզ համար իսկապես անգնահատելի են։ Շարունակենք լուրերը եւ գնանք Ֆրանսիայում անցկացվող G7 գագաթնաժողովի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հանդիպումներ է ունեցել Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ եւ քննարկումների առանցքային թեման եղել է Իրանի հետ ձեռքբերված նոր համաձայնությունը։ Թրամփը նախ հանդիպել է Քաթարի էմիրի հետ, որտեղ հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրն արդեն ստորագրված է եւ այժմ անցնում է երկրորդ փուլ, որը նախատեսված է մոտ 60 օր տևողության բանակցությունների համար։ Նրա խոսքով համաձայնագրի գլխավոր նպատակը մեկն է՝ ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա։ Միացյալ Նահանգների նախագահը հերքել է տեղեկությունները, թե Վաշինգտոնը պատրաստվում է միլիարդավոր դոլարներ ներդնել Իրանում կամ ֆինանսական աջակցություն տրամադրել Թեհրանին։ Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցումն ավելի շարժը աստիճանաբար վերականգնվում է, իսկ նավթի գները սկսել են նվազել։ Թրամփի խոսքով մինչև ուրբաթ նեղուցը պետք է ամբողջությամբ բաց լինի միջազգային նավարկության համար։ Հանդիպան ընթացքում Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին հրապարակելու է Միացյալ Նահանգներ Իրան համաձայնագրի ամբողջական տեքստը։
Ես հավանաբար մամուլի ասուլիս կհրավիրեմ եւ փաստաթուղթը բառ առ բառ կներկայացնեմ հանրությանը, ասել է նախագահը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի հետ հանդիպման ժամանակ Թրամփը անդրադարձել է նաև Լիբանանի իրավիճակին եւ քննադատել Իսրայելի որոշ գործողություններ։ Նրա խոսքով Իսրայելը պետք է ավելի պատասխանատու մոտենա Լիբանանի հարցին, իսկ Հեզբոլայի դեմ պայքարը չպետք է ուղեկցվի լայնածավալ ավերածություններով քաղաքացիական բնակավայրերում։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնությունը կարող է պահպանվել նույնիսկ այն դեպքում, եթե տարածաշրջանում նոր լարվածություններ առաջանան, սակայն կրկնել է, որ ցանկացած պայմանավորվածության հիմքում մնում է մեկ պահանջ՝ Իրանի կողմից միջուկային զենքից վերջնական հրաժարում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կմեկնարկի այս ուրբաթ Շվեյցարիայում։ Նրա խոսքով կողմերը որոշել են բանակցությունները բաժանել երկու փուլի՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով։ Արաղչին նշել է, որ առաջին փուլում քննարկվելու են պատերազմի ավարտի, Հորմուզի նեղուցի վերաբացման, ծովային շրջափակման վերացման, Իրանի սառեցված ֆինանսական միջոցների ազատման, վերակառուցման եւ այդ թեմաների հետ կապված այլ հարցեր։ Նրա խոսքով առաջին փուլի նպատակն է հուշագիր ստորագրել նշված հարցերի շուրջ, որից հետո կողմերը 60 օր շարունակելու են բանակցությունները վերջնական համաձայնության հասնելու համար։ Արտգործնախարարը նշել է, որ վերջնական համաձայնագրի շրջանակում կքննարկվեն միջուկային ծրագրին առնչվող հարցերը եւ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացումը։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի տեսանկյունից բանակցությունների կողմերից մեկում գտնվում են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը, իսկ մյուսում Իրանը եւ Հեզբոլահը։ Նրա խոսքով Լիբանանում պատերազմի ավարտը անբաժանելի մաս է ամբողջ հակամարտության ավարտի համար։ Նա հայտնել է, որ վերջնական համաձայնությունը ձեռք բերելուց հետո երկուշաբթի առավոտից հայտարարվել է արդեն պատերազմի ավարտի մասին, սակայն հուշագրի պաշտոնական ուժի մեջ մտնելը նախատեսված է այս ուրբաթ։ Արաղչին նաև հայտարարել է, որ ցանկացած համապարփակ համաձայնություն պետք է անպայման ներառի ռազմական գործողությունների դադարեցումը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Նրա խոսքով, եթե Իսրայելը հետագայում ռազմական գործողություններ իրականացնի Լիբանանում կամ շարունակի վերահսկողության տակ պահել պատերազմի ընթացքում գրավված տարածքները, Իրանը դա կդիտի որպես հուշագրի խախտում։ Չնայած Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ձեռք բերված այս համաձայնությանը, ընկերությունները դեռևս զգուշացնում են, որ Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների բնականon վերականգնումը կարող է տևել շաբաթներ։ Սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթատար նավերն արդեն սկսել են դուրս բերել նավթը տարածաշրջանից։ Նա Հորմուզի նեղուցն անվանել է ամբողջովին անվտանգ, ապահով եւ հանգիստ։ Սակայն նավերի տեղաշարժին հետևող տվյալները էական ակտիվություն չեն արձանագրել։ Ըստ հրապարակված տվյալների, նեղուցով անցում էր կատարել ընդամենը մեկ հեղուկացված բնական գազ տեղափոխող նավ։ Հավանականություն կա, որ իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ վերջին շաբաթներին որոշ նավեր անջատել են իրենց տեղորոշիչ սարքերը կամ շարժվել են առանց ազդանշանների Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի ուղեկցությամբ։ Ասիայի եւ Եվրոպայի մի շարք ընկերություններ հայտնել են, որ կվերսկսեն լիարժեք երթևեկությունը միայն այն ժամանակ, երբ համոզվեն, որ անվտանգությունը լիովին ապահովված է եւ Միացյալ Նահանգներն ու Իրանը հստակ վերահսկողության մեխանիզմներ են սահմանել նեղուցում։ Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ուղիներից մեկն է։ Սովորաբար աշխարհի նավթի մոտ 20%-ն անցնում է հենց այս նեղուցով։ Ոլորտի մասնագետների գնահատմամբ շուրջ 215 նավթատար նավ դեռևս սպասում է տարածաշրջանում իրավիճակի վերջնական կայունացմանը։ Վերջին երկու թեմաները արագ սննդի ոլորտում աճող մրցակցության եւ սպառողների ծախսերի նվազման պատճառով Yum Brands ընկերությունը հայտարարել է, որ վաճառում է Pizza Hut ցանցը 2.7 միլիարդ դոլարով։ Գործարքի համաձայն Yum China Holdings ընկերությունը 1.7 միլիարդ դոլարով ձեռք է բերում Pizza Hut-ի գործունեությունը մայրցամաքային Չինաստանում, իսկ ներդրումային Long Range Capital ընկերությունը 1.5 միլիարդ դոլարով գնում է բիզնեսի մնացած մասը։ Միացյալ Նահանգներում պիցայի շուկան վերջին տարիներին բախվել է մի շարք խնդիրների։ Բարձր գնաճը եւ սննդամթերքի թանկացումը մեծացրել են ծախսերը, իսկ սպառողների պահանջարկը թուլացել։ Բացի այդ, շուկայում ազդեցություն են ունենում նաեւ քաշի նվազման համար օգտագործվող դեղամիջոցները, որոնք մարդկանց մղում են ավելի առողջ սննդային ընտրությունների։ Սպասվում է, որ Pizza Hut-ի վաճառքը կավարտվի 2026 թվականի 3-րդ եռամսյակում կարգավորող մարմինների հաստատումներից հետո։ Լուրի հրապարակումից հետո Yum Brands-ի բաժնետոմսերը աճել է մինչև 3.6%, մինչդեռ Yum China-ի բաժնետոմսերի գինը էական փոփոխություն չի գրանցել։ Հոլիվուդում նկարահանված Fallout սերիալի հաջողությունը դարձել է Կալիֆոռնիայի կինոարտադրության վերականգնման խորհրդանիշներից մեկը։ Amazon Prime Video-ի հանրայից սերիալի առաջին եթերաշրջանը նկարահանվել էր Նյու Յորքում, սակայն երկրորդ եթերաշրջանը վերադարձավ Կալիֆոռնիա, նահանգի կողմից տրամադրված 25 միլիոն դոլարի հարկային արտոնությունների շնորհիվ։ Երրորդ եթերաշրջանի համար նախագիծը ստացավ եւս 42 միլիոն դոլարի հարկային արտոնություն եւ կրկին մնաց Կալիֆոռնիայում։ Սերիալի հեղինակ եւ պրոդյուսեր Ջոնաթան Նոլանի խոսքով հարկային խթաններն առանցքային դեր են ունեցել
մասնակցել նախագծի վերադարձի հարցում։ Վերջին տվյալների համաձայն 2019 թվականից ի վեր Կալիֆոռնիան կորցրել է ավելի քան 17,000 աշխատատեղ ժամանցի եւ կինոարտադրության ոլորտում։ Միլքեն ինստիտուտի տվյալներով ստուդիաները գնալով ավելի հաճախ ընտրում են ավելի էժան նկարահանման վայրեր, հեռուստագովազդի եկամուտների նվազման եւ սթրիմինգային ծառայությունների աճի դանդաղման պատճառով։ 2025 թվականի առաջին կեսին Հոլիվուդի նկարահանման տաղավարների զբաղվածությունը կազմել է ընդամենը 62%, մինչդեռ 2016 թվականին դրանք գրեթե ամբողջությամբ զբաղված էին։ Դե ինչ այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը, առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։